Պարոն Դանելյան, օրերս ազգային ժողովի ամբիոնից դուք հայտարարեցիք, որ Սարիկ Մինասյանն ասել է ՔՊ պետք է Գյումրի գան նրանք, ովքեր ունեն ՔՊ անդամատոմս։ Ինչպես եք եկել Գյումրի այսօր։ Դե Սարիկից թույլատրություն ենք վերցրել եկել ենք, եթե լուրջ գիտեք, իրենք ինչ հայտարարություն որ անում են, հակառակ իրանց է աշխատում։ Այսինքն այդ օրվա համար մի երկու բառով կարող եմ ասել, որ մենք եկել ենք ստեղ մեր չենք վստահում սրբազան պայքարի շրջանակներում եւ դրանից հետո ջղաձգումներ էր առաջացել իշխանությունների մոտ հայտարարին, որ Գյումրի է եկել Գառնիկը Դանելյան, Իշտմա դե արտարոզորության բան չկա, Գյումրին էլ է մերը, Իջևանն էլ է մերը, Երևանն էլ է, ամբողջը մեր ժողովրդին է, սա խոսում է իրանց պարակտիչ բնույթի մասին, արցախցի հայաստանցի անելուց հետո եկավ արդեն հերթը գյումրեցի ոչ գյումրեցի անելու համար, այնինչ իրենց ամբողջ քարոզարշավի եւ հիմա էլ տեսնում եք, որ ամբողջ ՔՊ կառույցը նախարարներով, չգիտեմ, փոխնախարարներով, ամբողջ վարչական իրենց լծակներով ու ռեսուրսներով այս մի քանի ամիս աստեղ են եւ փորձում են վերարտադրել բան անեն, իրենք դե գիտեք զավթել են քաղաքապետարան շենքը, ուզում են դա արդեն դե յուրե օրինականացնել, բայց կարծում եմ իրենց մոտ դա չի ստացվի։ Ճիշտ է, իրենք հեշտ ու հանգիստ քաղաքը չեն ուզենա որ անցնի դիմադիր տեխնացուների ձեռքը, բայց մենք էլ պետք է ուշադիր լինենք նաև իմ պատգամավորական գործունեության շրջանակներում տեղամասեր եմ այցելելու նաև այդ ընթացքը վերահսկելու թույլ չտալու որ գյումրեցու քվեն փորձեն խլեն կամ ընտրակեղծիքներ անեն նաև ահազանգներ ենք ստանում որ ուրեմն մեր ջավախքի հայրենակիցներից են բերել այստեղ գրանցել եւ պատրաստվում են մոտ մի քանի հազար ջավախցիների այստեղ ընտրելու հնարավորություն տան այսպիսի բաներ կան կարծում եմ որ ընթացքում մեզ կհաջողվի այդ ամեն ինչը վերահսկել եւ այդ ընտրախախտումների դեպքում էլ ահազանգել բարձրաձայնել թույլ չտալ որ իշխանությունը գնա այդ քայլին Պարոն Դանելյան, այս ընթացքում, որ քաղաքում շրջում եք, մարդկանց հետ շփվում եք, ինչ պատկերացումներ ունեք, օրինակ մարդիկ ավելի շատ իշխանության կողմն են, թե ընդդիմության կամ եթե ընդդիմության, ապա որ տեխնացուին, եթե այսպես ձեր մեջ արդեն հասկացել եք։ Չեմ չափազանցնի, ես ընդամենը մեքենան կանգնացրել եմ մի քիչ վերև եւ մի քանի 100 մետր քայլելուց տասնյակ մարդիկ են մոտենում, շնորհակալություն հայտնում ընդդիմությանը իր աշխատանքի համար, ասում որ որևէ մի կերպ իշխանությանը քվե չեն տալու եւ ասում են որ ընդդիմությունը պետք է հաղթի այստեղ եւ տրամադրություններն էլ հենց տենց են ես ուզում ասեմ այն ինչ որ ես այս պահին այդ տրամադրությունները տեսել եմ, ստացել եմ, այդ տպավորությունն ա եղել եւ մի շաբաթ առաջ էլի միջալոց նաեւ այցելելով Գյումրի, էլի հարավոր մեր հայրենակիցներ նույն կարծիքին էին եւ նաեւ դրան գումարվել է նաեւ իշխանությունների, այսպես ասած, այս ոչ տղամարդավայել պահվածքը, որ իրենք փորձում են ուժային կառույցներով, նաև տարբեր տեխնացուների նկատմամբ, այսպես ասած, կեղտոտ եւ քարոզչությամբ եւ գործունեությամբ եւ նաեւ փորձելով ճնշել ընդդիմադիր տեխնացուների մենք տեսանք ընթացքում եղան եւ ձերբակալություններ եւ տարբեր գրասենյակներ մտան եւ փորձեցին ահաբեկել եւ դա կարծում եմ որ գյումրեցին ճիշտ կգնահատի եւ կհասկանա որ ի վերջո պետք է այս իշխանություններին զրկել Գյումրիի ղեկից եւ այնուհետեւ նաեւ այս ամեն ինչը փոխանցվի Հայաստանի տարբեր քաղաքներ եւ այս հաղթանակը տեղափոխվի Երևան եւ այս իշխանություններից ի վերջո ազատվենք դա բոլորիս գերնպատակն ու գերխնդիրն է Պարոն Դանելյան, ձեր ասածով փորձում են ճնշել, հա, այսպես քաղաքական, ընդդիմադիր քաղաքական ուժերին, իշխանությունները, այ ինչ եք կարծում, ինչ կլինի ընտրություններից հետո, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եթե այսպես համամասնությունը, մեծամասնությունը չհավաքի ձայների եւ փաստացի կպարտվի եւ չի լինի քաղաքապետի ԿՊԱ-ական տեխնացու, ինչ կլինի դրանից հետո, արդյոք արդեն շատ ձայներ հավաքած քաղաքապետի տեխնացուի կողմ եւս կթեքեն վեկտորները եւ կսկսի քաղաքական, իրավական հետապնդումներ։ Ես կարծում եմ հետընտրական process-ներ լինելու են եւ այս առումով շատ կարեւոր է
ընդդիմադիր տեխնացուների այսպես ասած մեկ ճակատով հանդես գալը հետ ընտրական process-ների մասին է խոսքը, որովհետև իրենք էլ ամեն կերպ կփորձեն ուրեմն այդ պարակտումը մտցնել ընդդիմության մեջ, փորձել ամեն ինչ անել, որ այդ համաձայնությունը չկայանա, եթե ինչ որ մեկը 50+1 չհավաքի ընդդիմադիր տեխնացուներից։ Եվ ես կարծում եմ, որ ամենաշատ քվե ստացած ընդդիմադիր տեխնացում ով կլինի դա, պետք է մնացած ուժերը իրենց աջակցությունը հայտնեն եւ կարողանան ի վերջո դա մեզ համար պետք լինի ընդդիմության համար պետք լինի գերնպատակ թիվ 1 օրակարգային խնդիր եւ այլ կերպ ես չեմ պատկերացնում էլի այստեղ արդեն քաղաքապետ դառնալու խնդիր չէ այստեղ կոնկրետ այս process-ներով սրանց դեմը առնելու որ սրանք այլևս չկարողանան այս հաղթանակից հետո պիտի վերջ տանք հայրենահանձնմանը արդեն իրենց այս ծրագրերին այս թուրք-ադրբեջանական ծրագրերին պիտի Գյումրիում արդեն հաղթանակից հետո դա կասեցվի եւ սա այդ առումով է շատ կարեւոր սա զուտ ինչ որ Հայաստանի Հանրապետության մի քաղաքի ընտրություն չէ ես ուզում եմ մեր հայրենակիցները ճիշտ հասկանան եւ կարծում եմ հասկանում են գուցե հենց դրա համար է որ ԿՊՆ ասում է Գյումրիում մեր ընտրությունները որոշիչ չեն լինելու սրանից կարող ենք հետեւություն անել որ քաղաքացիական պայմանագիրը կարծես թե հույս չունի որ Գյումրիում ինքը առաջինը կլինի զուգահեռ իրենց հայտարարություններին որ մենք հաղթելու ես ուզում եմ գործընթացը նկարագրել մեր հայրենակիցները պատկերացնեն տեսեք ինչ եղավ Բալասանյան դաշինքի հետ էին, հետո ամեն կերպ իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի քրեական գործեր հարուցեն եւ այլ, որ Բալասանյան դաշինքի ուրեմն ամբողջ հնարավորությունները ու ռեսուրսները հանցնեն իրենց հսկողության տակ եւ իրենց հսկողության տակ անցնելուց հետո արդեն քաղաքի կառավարումը վերցնել իրենց վրա, հետո Բալասանյան դաշինքը գնաց գիտեք որ հայտնի քայլի, հետո դրանից հետո իրենք նշանակեցին խորհրդարանում օրենսդրական փոփոխություն արին, իրենց տեխնացուին նշանակեցին այստեղ ԺՊ, ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսներն ու լծակները որ դնեն Սարիկի տիրապետության տակ եւ դրանով վերարտադրեն պոակներ, գիտեք քաղաքապետարանի ենթակա ուրեմն գերատեսչությունները իրենց ամբողջ լծակները վերցնեն իրենց ձեռքը եւ դրանով էլի չբավարարվեցին արդեն եկավ ամբողջ հայաստանյան ԿՊ ռեսուրսը եւ ինձ արտարդության նախարարը ազգային ժողովում խոստացել էր որ ինքը 30-40 օր հետո 30-ից 40 օր հետո արդեն Սարիկ Մինասյանը ընտրություններ կնշանակի բայց մի քանի ամիս այս process-ները գնաց այս ամրապնդման պաշտոնների նշանակման եւ այլ հիմա դրանով էլ չեն բավարարվել ուրեմն մարդիկ են բերել գրանցել քիչ չի մի հատ էլ մի քանի օր առաջ հանրահավաք են ուրեմն կազմակերպել այդ հանրահավաքին օրինակ կային իմ հայրենակիցների Իջևանից տարբեր տեղերից ես չեմ ասում թե իրավունք չունեն գան մասնակցեն բայց եթե իրենք ունենային այն թիվը որ այն իրենց համակրող ուրեմն գյումրեցիներին ստիպված չէին լինի ուրիշ տեղերից մարդիկ բերել, չգիտեմ, տարբեր Էջմիածնից, չգիտեմ, այլ քաղաքներից Հայաստանի Հանրապետության եւ սա խոսում է նրա մասին, որ իրենք չունեն այդ հանրային աջակցությունը չունեն, գյումրեցիների աջակցությունը չունեն եւ դա է պատճառը, որ հիմա իրենք ամեն կերպ փորձելու են եւ ուժային լծակներով եւ ասելով որ այս ճանապարհը կասֆալտապատենք, այս կանենք, գիտեք նաեւ ինչեր են տկեն նախարարի հետ խայտարակ այդ որոշումը որ ասեց Սարիկ Մինասյանի հետ խորհրդակցել ենք եւ Շիրակացի փողոցը պետք է վերանորոգենք, այս պետք է անենք, այն պետք է անենք, դա ինչ է եթե վարչական լծակի օգտագործում չի կամ իհարկե իսկ մյուս տեխնացուները անգամ հասարակ նաև իրենց, չգիտեմ, աջակցությունը չեն կարող հայտնեն գյումրեցիներին, գիտեք, որ եթե ինչ որ մի հատ տեխնիկա գնում է, ինչ որ միտեղ մարդկանց խնդրանքով աշխատում է եւ կարծում եմ թե այդ մարդիկ այդ տեխնացուները ընդդիմադիր որ կան միշտ էլ իրենց աջակցությունը հայտնել են գյումրեցիներին, ասում են որ դա արգելված է, չի կարելի դա